Չի կարելի հոգևոր կոչվող ալիքում եւ Աստծո առաքելությունից խոսել եւ ցույց տալ քաղաքական բովանդակություն, ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, անդրադառնալով տեսալուսողական մեդիայի մասին օրենքում նախատեսվող փոփոխություններին։ Հոգևոր կրոնական հաղորդումներ կրթական մշակութային ալիքում չպետք է լինեն։ Հասկանում եք, որովհետեւ կրթությունը եւ մշակույթը շատ ժամանակ կրոնի հետ, կղերական մոտեցումների հետ որևէ կապ չպետք է ունենան, բայց մեր հասարակությունը, մենք բոլորս դրա վրա ուշադրություն չդարձրեցինք, չձևափոխվեց նաև շողակաթ հեռուստաընկերությունը։ Այսինքն այն բովանդակությունը, որը պարտավոր էր ապահովել հանրային հեռարձակողը, չէր ապահովում, նկատեց Հակոբյանը։ Եթե շողակաթը ունի այլ նպատակներ եւ խնդիրներ եւ ֆինանսավորվելով եկեղեցական կառույցների կողմից ունեն ինչ-որ տեսլական, նրանք դրա մասին ասվել են, նրանք կարող են շատ հանգիստ շարունակել իրենց գործունեությունը, ստանալ լիցենզիա, եթե նույնիսկ լիցենզիա չստանան, հենց վաղվանից նրանք բոլոր կաբելային ցանցային օպերատորների փաթեթներում կարող են լինեն։ Նրա խոսքով վերջին 1 տարում շողակաթի վարկանիշը ընկնում էր եւ հավասարվել էր գրեթե 0-ի։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարն էլ պարզաբանեց տեսալուսողական մեդիայի մասին օրենքում նախատեսվող փոփոխությունները վերաբերում են մրցույթային գործընթացով կրթական մշակութային բովանդակություն ստանալուն։ Բովանդակությունը շարունակելու է մնալ կրթական մշակութային հոգևոր, չեմ կարծում, որ այստեղ կրթական եւ մշակութային բովանդակության տեսանկյունից որևէ վտանգ կունենանք։ Կրթական մշակութային բովանդակությունը կարևոր է, կառավարությունն այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում, շեշտեց նախարարը։ Խոսելով եկեղեցու շուրջ կատարվող վերջին իրադարձությունների մասին, ասաց. Ես գտնում եմ, որ մեր եկեղեցին ունի բազմաթիվ խնդիրներ, շատ կարևորում եմ, որ հոգևոր կյանքը լինի այնպիսին, ինչպիսին պիտի լինի, այսինքն դա առաջին հերթին լինի հոգևորի մասին։ Ես հույս ունեմ, որ այդ իրավիճակը արագ կհանգուցալուծվի եւ կարծում եմ, որ առաջին հերթին եկեղեցու շահերից է բխում հոգևոր կյանքի նորոգման գործընթացը։ Ճեպազրույցի ընթացքում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը անդրադարձավ նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ կապված վերջին իրադարձություններին։ Հիշեցնեմ, հոկտեմբերի 17-ին հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթով ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը եւ պրոռեկտորը։ Նրանք մեղադրվում են համալսարանի աշխատակիցներից կազմած հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափի վատնում եւ խարդախություն կատարելու ու կաշառք ստանալու համար։ Ռեկտորի եւ պրոռեկտորի նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։ Ժամանակավոր պաշտոնակատարը իրավիճակի վերլուծության փուլում է եւ տարբեր հարցեր է նայում եւ դիտարկում, որպեսզի նաև այսօր մենք օրինակ հոգաբարձուների խորհրդի նիստ ունենք, որի ժամանակ քննարկելու ենք արդեն իսկ այն տվյալները, որոնք պաշտոնակատարը հասցրել է վերլուծել, որպեսզի տեսնենք, թե ինչ հարցերի շուրջ որոշումներ կայացնելու կարիք կա խորհրդի կողմից։ Գիտեք, որ խորհուրդը գործադիր ֆունկցիաներ չունի, բայց այս փուլում մենք ավելի ակտիվորեն կներգրավենք մոնիտորինգի շրջանակներում, որպեսզի վստահ լինենք, որ բուհի գործընթացները ճիշտ են գնում։ Նախարարը շեշտեց բոլոր այն անձինք, որոնք ունեն մեղադրյալի կարգավիճակ, նրանց պաշտոնավարումը համալսարանում կասեցված է, գործի վերաբերյալ նախաքննությունը կտա ամբողջական հարցերի պատասխանները։ Մերի Խաչատրյան, Արամ Հարությունյան, լուրեր։